Այս օրերին Արցախը փոքրիկ մագնիտի պես դեպի իրեն է ձգում բազմահազար հայերի աշխարհի ամենատարբեր ծայրերից։ Կարծում եմ այսօր արցախցիների համար հաճելի ու անսպասելի անակնկալ էր նաև Armenia հեռուստաընկերության ստեղծագործական մի մեծ խմբի գալը եւ Արցախից արդեն իրենց եթերների հեռարձակման փաստը։ Այս պահին մենք հանդիպեցինք հենց Ստեփանակերտի Պիտաչոկում Full House-ի անձնակազմի ներկայացուցիչներին եւ ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ հատված նրանց հետ զրույցից։ Նախ ասեմ, որ շատ արագ է որոշվել այդ օրերին, որ այստեղ շատ լարված վիճակ էր, անընդհատ անհատապես բոլորիս մոտ էլ լարվածություն կար, բոլորս էլ իրականում ցանկություն ունեինք այստեղ գտնվելու եւ ամսի 5-ի առավոտյան հրադադար դեռ չէր հայտարարվել։ Pan Armenian Media Group-ի տնօրինությունը բոլորիս կանչեց եւ ասաց 2 ժամից մեկնում ենք Արցախ։ Ինչպես խոստովանեցին նախագծի ներկայացուցիչները, Արցախ գալու եւ ոչ թե հեռվից, այլ հենց տեղում մի բանով օգնելու եւ այս դժվար պահին արցախցիների կողքին լինելու գաղափարը նրանցից յուրաքանչյուրն ուներ։ Ուստի հեռուստաընկերության ստեղծագործական խմբով Արցախ տեղափոխվելու առաջարկը բոլորն էլ ոգևորությամբ եւ պատրաստակամությամբ ընդունեցին։ Դա ապացուցված բան է, որ արցախցիները ամենապատրաստական, ամենալավ կրվողներն են, ասենց ասեմ, եւ մենք հայերս ընդհանրապես այս պահին, այս նեղ իրադրության, այս ծանր իրադրության պահին բոլորը համախմբվել են, ես նույնիսկ մենք ինֆորմացիա ստացանք, որ արտերկրից մեր հայրենակիցները շատ մեծ քանակությամբ գալիս են Հայաստան եւ գալիս են Արցախ։ Որն է ձեր առաքելությունը։ Լրագրողները եկել են որպեսզի տեղեկատվություն հաղորդեն, իսկ որն է Full House-ի ստեղծագործական խմբի ներկայության առաքելությունը Արցախում։ Պատրաստական այստեղ կանգնած ենք եւ ուզում ենք լինել մեր արցախցիների կողքին, որ այս երեխաները հասկանան, որ մենք էլ ենք, մենք հայաստանցիները, Հայաստանում ապրող մեր հայերը, արտերկրում ապրող հայերը այստեղ կապ չունի արդեն, որ դու հանրային դեմք ես, թե ոչ։ Սա կոչ է բոլորին, բոլորին, ովքեր որ հերվում են եւ հերվից շատ հեշտ է խոսելը։ Վերջիվերջո սա մեր հողն է եւ մենք բոլորս պարտավոր ենք գտնվել այստեղ ու բոլորին կոչ ենք անում, որպեսզի գան եւ ներկա լինեն այստեղ, տեսնեն իրենց աչքով թե ինչ է կատարվում, չնայած որ որևիցե արտարոց բան մենք դեռ չենք տեսել։ Ամեն դեպքում հերվից մի քիչ ավելի հեշտ է հետևելը, բայց երբ որ դու ներսում ես եւ հասկանում ես իրավիճակը, որ ամեն վարքյան կարող է իրադրությունը փոխվել։ Բայց տեսնում ենք մարդիկ նորմալ առօրյայով ապրում են, երեխաները դրսում նորմալ իրենց համար շրջում են, խաղում են, վազվզում են, մի խոսքով, sense առօրյա նորմալ կյանքը ընթանում է այստեղ եւ մենք մենակ դրա համար ուրախ ենք։ Ձեզանից շատերը զինվորական համազգեստով են այսպես ասած։ Դա նշանակում է, որ դուք պատրաստ եք նույնիսկ առաջինքից գնալ զինվոր տղաների կողքին կանգնելու համար։ Անկեղծ ասած, մենք այսօր ուզում էինք գնայինք դիրքեր, բայց մեզ չթողեցին տեսնել մեր հայ զինվորներին, մեր քաջ մարտիկներին եւ նրանց ոգևորել, ոգեշնչել, նրանց կողքին լինել, բայց մի քիչ իրադրությունը այնպեսին է, որ ցավոք սրտի չենք կարող, փաստորեն չենք կարող գնալ։ Մենք սիրում ենք մեր ազգը, մենք հայ ենք, մենք հպարտ ենք, մենք մի բռունցք ենք, մենք Արցախն ենք, մենք եկել ենք այստեղ մեր ազգի համար, որ մեր երեխեքը իրանց ապահով զգան։ Բայց շատ կուզենայինք շփվել մեր զինվորների հետ, շատ կուզենայինք տեսնել նրանց եւ խոսել նրանց հետ, 2 բառով գոնե կարողանայինք նրանց ոգևորել, որ մենք նրանց կողքին ենք։ Ոչ միայն մենք, այլ նաեւ բոլորը, մեր հայերը, մեր հայ ազգը բոլորը նրանց կողքին են։ Մենք այստեղ ենք, շատ հպարտ ենք, որ այստեղ ենք, կմնանք երկար այստեղ։ Մեր ներկայությունը այստեղ կոչ է ամեն հայությանը եւ դրսի հայությանը, որպեսզի նրանք գան եւ ներկա լինեն այստեղ եւ զգան իրենց մաշկի վրա ինչ զգում է արցախցին։ Ձեր բարի մաղթանքը արցախցիների։ Թող խաղաղ լինի մեր երկինքը, թող խաղաղ լինի, խաղաղությունը սենց սփռվի մեր ազգի վրա եւ թող երբեք նման իրավիճակներ չստեղծվեն, թող Աստված պահապան լինի մեր բոլոր զինվորներին, ովքեր որ այս պահին կանգնած են սահմանում։ Փառք Աստծո, թող այս հրադադարի ռեժիմը, երբ որ հիմա կրկնվել է արդեն, թող պահպանվի։ Դե ինչ, մենք էլ ուզում ենք հավատալ, որ նախագծի ներկայացուցիչների Արցախ այցելությունը նրանց խղճի թելադրանքն է ու հոգու մղումը, ինչն էլ բնականաբար ոգևորիչ է երկու կողմերի համար էլ։